Բարև բոլորին, այսօր պատրաստում ենք փափուկ բերանում հալչող մածունով կաթա, որը ստացվում է անչափ համեղ։ Եթե սիրում եք հայկական կաթաներ, ապա սա պետք է հաստատ փորձեք։ Մեր ընտանիքում սա փորձված ու ավանդական բաղադրատոմս է։ Սկսենք խմորից։ Դրա համար մեզ պետք է ալյուրի վրա լցնել փափուկ կարագ և հունցել, ավելացնել 1,5 բաժակ մածուն, ես ավելացրել եմ նաև մի փոքր կաթ, 1 թեյի գդալ սոդա, 2 ծու և 1 սպիտակուց, ձվի դեղնուծը վերցնենք վրան քսելու համար և 200 գրամ շաքարավազ, բոլորը միասին հունցել և քիչ-քիչ ավելացնել մնացած ալյուրը, մոտավորապես մեզ պետք կգա 700-ից 800 գրամ ալյուր, լավ հունցելուց հետո բաժանում ենք 4 գնդի, յուրաքանչյուրը կես կիլոգրամ, գնդերը թողնում ենք հանգստանան, մինչ այդ պատրաստենք միջուկը, խորիզը, խորիզի համար մեզ պետք է 1 ճաշի գդալ յուղ կամ ձիթայուղ, 100 գրամ ալյուր, 200 գրամ շաքարավազ և վանիլին, ես ավելացրել եմ նաև դդմի սերմեր և քունջուտ, գնդերը բացում ենք կլոր, լցնում խորիզը ու խմորը հավաքում այնպես, որ միջուկը չթափվի, հետո քսում ենք ձվի դեղնուծ գեղեցիկ ոսկեգույն երանգի համար, վերջում պատառաքաղով նախշեր ենք անում ու ծակծկում ենք, որպեսզի թխվելու ընթացքում կաթան հավասարաչափ բարձրանա և չճարքի, թխում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտավորապես 25-ից 30 րոպե, մեր մածունով կլոր կաթան պատրաստ է, անչափ համեղ է ստացվել, եթե ձեզ դուր եկավ բաղադրատոմսը, սպասեք նոր, համեղ ու պարզ ուտեստների, հետևեք ինձ, որ բաց չթողնեք, բարի ախորժակ։